Հայաստանցիների 18%-ը քաղաքական գործիչներից վստահում է Նիկոլ Փաշինյանին, այս մասին են վկայում ամերիկյան ԻՌԻ ընկերության կողմից իրականացված հարցման արդյունքները։ Փաշինյանն այս ցուցանիշով առաջին տեղում է։ Հարցմանը մասնակցածների 6%-ի համար վստահելին Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է, երրորդ տեղում վստահության 3% մակարդակով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Նույնքան վստահություն ունի նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Հաջորդիվ ամենավստահելի քաղաքական գործիչներից են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, այնուհետև Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին վստահում է հարցվածների 1%-ը, նույնքան վստահություն ունեն նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը եւ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Ոչ ոքի չի վստահում հարցվածների 48%-ը։ Հարցմանը մասնակցել է 1506 քաղաքացի։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Զրուցակիցները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում վերջին զարգացումների կապակցությամբ, նշել լարվածության հետագա սերմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը, ընդգծելով կայունության եւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ասվում է արտգործնախարարության հաղորդագրությունում։ Ադրբեջանում զորքերը բերվում են մարտական պատրաստության վիճակի, երկրի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է թիվ 1 զորահավաք հայտարարելու դեպքում գործողությունների կարգը։ Նշվել է, որ այդ դեպքում զորքերը բերվում են լիակատար մարտական պատրաստության վիճակի, միաժամանակ սկսվում է պահեստազորայինների զորակոչ, զորամասերը հանվում են մարտական դիրքեր կամ նախապես նշանակված որոշակի շրջաններ։ Հարևան երկրում այս ամենը տեղի է ունենում Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակման ֆոնին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ամերիկյան զորքերի ցամաքային ներխուժմանը։ NBC-ի հետ տեսազրույցում նա նաև հավելել է, հրաժարվում են ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություններից եւ Իրանը հրադադարի խնդրանք չի ներկայացրել։ Ինչ վերաբերում է որպես սպանված Ալի Խամենեիի իրավահաջորդ նրա որդու Մոջթաբա Խամենեիի ընտրությանը, Արաղչին ասել է, որ գոյություն ունի սահմանադրական գործընթաց, բայց այն կարող է ավելի երկար տևել շարունակվող հակամարտության պատճառով։ Ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերը հայտարարել է, որ վերջին 72 ժամում ամերիկյան ուժերն Իրանի տարածքում 200 թիրախ են խոցել։ Ամերիկյան ռմբակոծիչները թիրախավորել են Իրանում բալիստիկ հրթիռների արձակման կայանքներ, որոնք գտնվում են գետնի տակ մեծ խորության վրա, ինչպես նաև իրանական 30 նավ են խոցել, այդ թվում անօդաչուներ կրող, հավելել են նա։ Ըստ Քուփերի Իրանում ամերիկյան գործողությանը մասնակցում է 50,000 զինծառայող։ Հայաստանի տարածքում մարտի 6-ի երեկոյան 8-ից 3-ը 9-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին եւ 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը մարտի 7-ից 8-ից 3 աստիճանաբար կնվազի 2-ից 5 աստիճանով, մարտի 9-ից 10-ից ցերեկային ժամերին նույնքան կբարձրանա։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 9-ից 11, երեկոյան ժամերին 3-ից 5 աստիճան տաքություն։